Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Էմմա Շաբոյանն եմ, բարև ձեզ։ Ներքին անվտանգության նախարարությունն ընդունել է նոր կանոնակարգ, որը սահմանափակում է օտարերկրյա ուսանողների մշակութային փոխանակման ծրագրերի մասնակիցների եւ օտարերկրյա լրագրողների վիզաների ժամկետները։ Հրապարակած վերջնական կանոնի համաձայն F ուսանողական, J փոխանակման ծրագրեր եւ I լրագրողական վիզաներն այլևս չեն տրվի ծրագրի կամ աշխատանքի ամբողջ տևողության համար, ինչպես գործում էր մինչ այժմ։ Փոխարենը դրանք կունենան հստակ սահմանված գործողության ժամկետ։ Նոր կանոնը ուժի մեջ կմտնի դաշնային ռեգիստրում հրապարակումից 60 օր անց, եթե կոնգրեսը չկասեցնի այն։ Եթե այս կանոնը սկսի գործել, ապա F եւ J վիզաները կտրամադրվեն առավելագույնը 4 տարի ժամկետով։ I վիզաները, որոնք տրվում են օտարերկրյա լրագրողներին, կսահմանափակվեն առավելագույնը 240 օրով, իսկ Չինաստանի քաղաքացիների համար ընդամենը 90 օրով։ Վիզայի ժամկետի ավարտից հետո կթույլատրվի դիմել երկարաձգման համար։ Կանոնակարգը նախատեսում է նաև, որ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողները չեն կարող ինքնուրույն փոխել իրենց կրթական նպատակը կամ տեղափոխվել այլ ուսումնական հաստատություն առանց համապատասխան թույլտվության։ Բացի այդ, ուսումն ավարտելուց հետո ԱՄՆ-ից հեռանալու համար տրամադրվող ժամկետը 60 օրից կկրճատվի մինչև 30 օր։ Ըստ ներքին անվտանգության նախարարության 2024-2025 թվականներին ԱՄՆ-ը մուտք գործել ավելի քան 1.8 միլիոն ուսանող ուսանողական վիզայով, ինչը շուրջ 11%-ով ավելին է, քան դրան նախորդող տարին։ Նույն ֆինանսական տարում ԱՄՆ-ն նաև տրամադրել է ավելի քան 500,000 J վիզա մշակութային փոխանակման ծրագրերի մասնակիցներին եւ 37,300 I վիզա օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ DHS-ի գնահատմամբ նման մեծ թվով այցելուների նկատմամբ վերահսկողությունն ավելի բարդ է դարձել եւ նախարարությունն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ ուսանողները կամ փոխանակման ծրագրի մասնակիցները չեն հեռացել ԱՄՆ-ից։ Նոր կանոնների համաձայն նրանք, ովքեր կցանկանան մնալ ԱՄՆ-ում, իրենց վիզայի սահմանված ժամկետներից հետո պետք է դիմեն ժամկետի երկարաձգման համար կամ լքեն երկիրը եւ կրկին մուտք գործեն նոր թույլտվություն ստանալուց հետո։ Մի քանի ներգաղթային թեմաներ։ Լաս Վեգասի օդանավակայանում ներգաղթի եւ մաքսային ծառայության ICE երկու աշխատակցի կողմից տղամարդու ձերբակալության փորձի տեսանյութը մեծ հանրային դժգոհություն է առաջացրել։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը Լաս Վեգասի միջազգային օդանավակայանի 3-րդ տերմինալում գոռում եւ լաց լինում, մինչեւ քաղաքացիական հագուստով տղամարդն ու դիմակավորված կինը փորձում են նրան գետնին տապալել, ձեռնաշղթայել եւ ձերբակալել։ Երբ նրանք նկատում են, որ իրենց նկարահանում են, հեռանում են, տղամարդու մի ձեռքին թողնելով ամրացված ձեռնաշղթան։ Լաս Վեգասի ոստիկանությունը ստուգել է տղամարդու տվյալները եւ պարզել, որ նրա նկատմամբ ձերբակալության որևէ գործող հրահանգ չկա։ Ոստիկանները հանել են ձեռնաշղթան։ Ներքին անվտանգության նախարարության տվյալներով 57-ամյա Ավստրալիայի քաղաքացի Ֆուն Գուենը մեղադրվում է վիզայի ժամկետը գերազանցելու համար։ Դեպքի հաջորդ օրը Գուենը ձերբակալվել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում։ Սա օդանավակայաններում ձերբակալությունների առաջին դեպքը չէ։ Մի շարք նահանգների օդանավակայաններում ձերբակալվել են նաև անձինք, որոնք ապաստանի սպասման գործընթացում են։ Մի շարք իրավաբաններ խորհուրդ չեն տալիս ճամփորդել, մինչև վերջնական պարզ կդառնա, թե ինչպես է գործում ICE-ը։ Երեկ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձով դիմել է ամերիկացիներին, հիմնականում կենտրոնանալով ընտրական գործընթացների վրա։ Այսօր ներքին անվտանգության նախարար Մարկ Ֆեյնմանին անդրադարձել է մի շարք հարցերի, սակայն ելույթի սկզբում հրապարակել է այն պաշտոնական թվերը, որին շատերն էին սպասում։ Նախարարը հայտնել է, որ 2025 թվականին ԱՄՆ-ից արտաքսվել է 442,637 մարդ, իսկ 2026 թվականի սկզբից մինչև այժմ արտաքսվել է ավելի քան 43,000 մարդ։ Խոսելով ընտրական գործընթացից Մալինը նշել է, որ ներքին անվտանգության նախարարությունը միայն 4 նահանգում՝ Կալիֆոռնիայում, Փենսիլվանիայում, Նյու Ջերսիում եւ Նևադայում հայտնաբերել է շուրջ 250,000 քաղաքացի չհանդիսացող անձանց, որոնք գրանցված են եղել ընտրողների ցուցակներում։ Նրա խոսքով, եթե ստուգվեն նաև մյուս նահանգները, այդ թիվը կարող է զգալիորեն աճել։ Նախարարության հետ համագործակցող 23 նահանգներում հայտնաբերվել է ևս 28,000 ոչ քաղաքացի, որոնք ընդգրկված են եղել ընտրողների ցուցակում, ինչպես նաև մոտ 400,000 մահացած անձ, որոնց անունները դեռևս չեն հեռացվել ընտրացուցակներից։ Մալինը նաև հիշեցրել է, որ Real ID փաստաթուղթը չի հանդիսանում ԱՄՆ քաղաքացիության ապացույց եւ ինքնին ընտրելու իրավունք չի տալիս։ Նրա խոսքով ընտրելու իրավունք ունեն միայն ԱՄՆ քաղաքացիները, որոնք համապատասխանում են օրենքի բոլոր պահանջներին, իսկ ընտրակեղծիքների համար նախատեսված է մինչև 5 տարվա ազատազրկում եւ մինչև $250,000 տուգանք։
Մալինը հայտարարել է նաև, որ այն նահանգները, որոնք կհրաժարվեն իրականացնել դաշնային ընտրական անվտանգության պահանջները, կարող են զրկվել ընտրությունների կազմակերպման համար նախատեսված դաշնային ֆինանսավորումից։ Մեյն նահանգում այս շաբաթ մահացու կրակոց արձակած ներգաղթի և մաքսային ծառայության ICE աշխատակիցը նախկինում ունեցել է հոգեկան առողջության խնդիրներ և բռնի վարքագծի պատմություն։ Դեվիդ Բրյուետը, որը կրակել էր Կոլումբիայի քաղաքացի Յոհան Սեբաստիան Դորան Գերերոյի վրա, բանակի վետերան է։ Նրա մի քանի մերձավոր ազգականներ հայտնել են, որ նա մանկուց պայքարել է լուրջ հոգեկան առողջության խնդիրների դեմ։ Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության հանձնաժողովի անդամ Բենի Թոմփսոնը հայտարարել է, որ Բրյուետի անցյալը և Մեյնում տեղի ունեցած մահաբեր միջադեպը լուրջ հարցեր են առաջացնում ICE կողմից իրականացվող աշխատանքների ընտրության և վերապատրաստման գործընթացի վերաբերյալ։ Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերն էլ նշել է, որ ICE գործողության նկատմամբ բավարար վերահսկողության բացակայությունն այժմ մարդկային կյանքերի գնով է գնահատվում։ Նա ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը հազարավոր նոր գործակալների է ներառում առանց բավարար վստահության, որ նրանք պատրաստ են զենք կրել և կատարել իրավապահի պարտականությունները։ Մեյնից հանրապետական սենատոր Սյուզան Քոլինսն էլ կրկնել է իր նախկին դիրքորոշումը, նշելով, որ Բիդեֆորդ քաղաքում տեղի ունեցած կրակոցի վերաբերյալ անհրաժեշտ է անցկացնել անկախ և անաչառ հետաքննություն։ Նա նաև ընդգծել է, որ շատ ցավալի է, որ միջադեպի մասնակից ICE աշխատակիցը չի կրել մարմնի ամրացվող տեսախցիկ։ Հենց Քոլինսի նախաձեռնությամբ էր ներքին անվտանգության նախարարությանը ֆինանսավորման օրենքում նախատեսվել $20 միլիոն մարմնի ամրացվող տեսախցիկների կիրառման ընդլայնման համար, ինչպես նաև $2 միլիոն լարված իրավիճակների նվազեցման հատուկ դասընթացների անցկացման նպատակով։ Վեսթ Հոլիվուդում 100-ամյա ջրատարի պայթյունից հետո վթարի հետևանքների վերացման և վերանորոգման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։ Պաշտոնյաները բնակիչներին զգուշացրել են, որ վերանորոգման գործընթացը կարող է տևել շաբաթներ։ Այսօր Սանսեթ Բուլվարի և Հոլովեյ Դրայվի շրջակայքը դեռևս փակ էր։ Աշխատակիցները շարունակում են ջուր դուրս մղել վնասված գլխավոր ջրատարից։ Միաժամանակ հեռացվում են ասֆալտի և հողի շերտերը, որպեսզի մասնագետները կարողանան գնահատել վնասված 36 դույմանոց հիմնական խողովակի վիճակը, որը ջուր է մատակարարում ամբողջ շրջանին։ Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան ժամը մոտավորապես 3-ին։ Ջրատարի պայթյունից հետո հազարավոր գալոններով ջուրը հեղեղել էր Վեսթ Հոլիվուդի փողոցները։ Սանսեթ Բուլվարի տակով անցնող գլխավոր ջրատարը նախատեսված էր ամբողջությամբ փոխարինել միայն 2031 թվականին։ Ջրատարի պայթելու պատճառը դեռևս հետաքննվում է։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հազարավոր մարդկանց մոտ ծանր աղիքային վարակ առաջացրած ցիկլոսպորիազի բռնկման հետաքննության ընթացքում քննիչները պարզել են, որ հնարավոր վարակի աղբյուրը Կալիֆոռնիայի մատակարարի արտադրած մանրացված այսբերգ տեսակի հազարատերևն է։ The Washington Post-ի հաղորդմամբ քննությանը ծանոթ երկու աղբյուր հայտնել են, որ Taylor Farms ընկերության կողմից Taco Bell-ին մատակարարված մանրացված հազարատերևը կարող է կապված լինել հիվանդության տարածման հետ։ Կալիֆոռնիայի Սալինաս քաղաքում գործող Taylor Farms ընկերությունը դեռևս չի մեկնաբանել հրապարակումները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը CDC-ն ուսումնասիրում է նաև Taco Bell ռեստորանների հնարավոր կապը բռնկման հետ։ Taco Bell-ը որոշել է կանխարգելիչ նպատակով շրջանառությունից անել կասկածվող մատակարարից ստացված հազարատերևը։ Ընկերության խոսքով այդ բաղադրիչը անորոշ ժամանակով հեռացվում է մատակարարման ամբողջ ցանցից և մոտ 24 ժամվա ընթացքում կփոխարինվի այլ մատակարարի արտադրանքով։ Պաշտոնյաները շեշտում են, որ վարակված մարդկանց մի մասը երբևէ չի սնվել Taco Bell-ում, ինչը նշանակում է, որ վարակի աղբյուրը կարող է ավելի լայն տարածում ունենալ։ Միայն Միչիգանում արդեն գրանցվել է ավելի քան 3300 դեպք։ CDC-ն առայժմ չի հաստատել, թե հատկապես որ սննդամթերքն է վարակի վերջնական աղբյուրը։ Դաշնային առողջապահական պաշտոնյաների գնահատմամբ առնվազն Միչիգան, Օհայո, Քենթակի և Արևմտյան Վիրջինիա նահանգներում արձանագրված դեպքերը հավանաբար փոխկապակցված են։ Չնայած Taylor Farms ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայում, նահանգի առողջապահական պաշտոնյաները հայտնում են, որ Կալիֆոռնիայում առայժմ հիվանդության դեպքերի կտրուկ աճ կամ տեղական բռնկում չի արձանագրվել։ Ցիկլոսպորան մանրադիտակային մակաբույծ է, որն առավել հաճախ առաջացնում է ուժեղ փորլուծություն։ Հիվանդությունը սովորաբար կյանքին վտանգ չի սպառնում և հիմնականում բուժվում է հակաբիոտիկներով։ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը հայտնաբերել է այս շաբաթ Սան Ֆրանցիսկոյի ծոցում խորտակված նավի հետևանքով անհետ կորած 3 անձանցից մեկի մարմինը։
Դեպքը տեղի էր ունեցել 2 օր առաջ, երբ 15 մետր երկարությամբ Volares զբոսանավը խորտակվել էր Սան Ֆրանցիսկոյի ծոցում։ Նավում այդ պահին եղել է 20 մարդ, որոնք հավաքվել էին ջրի վրա սփռելու իրենց հարազատի աճյունը եւ հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին։ Ավելի վաղ 17 փրկվածներից մեկը մահացել էր հիվանդանոցում։ Առափնյա պահպանության ծառայությունը հինգշաբթի դադարեցրել էր որոնողափրկարարական աշխատանքները, սակայն Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը շարունակում է որոնումները։ Նախքան թողարկման երկրորդ հատվածին անցնելը թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Vivaldi Catering-ին։ Միշտ կարևոր արժեք է եղել հյուրընկալությունը, իսկ այսօր այն կարող է լինել նաև առանց ժամեր շարունակ խոհանոցում անցկացնելու։ Vivaldi Catering-ը կհոգա լավագույն հյուրասիրության մասը, իսկ դուք պարզապես ժամանակ կանցկացնեք ձեր ընտանիքի, հարազատների եւ հյուրերի հետ։ Եթե պատվեր կատարելիս նշեք, որ Vivaldi Catering-ի մասին տեղեկացել եք Արմեդիայից, ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Պատվերները կարող եք կատարել առցանց կամ զանգահարել 707 771 77 71 հեռախոսահամարով։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people. Make every moment a Vivaldi moment. Շարունակենք լուրերը։ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Իրանի հարավային Բանդար Քամիր նավահանգստային քաղաքում ամբողջությամբ ավերվել է կարևոր կամուրջներից մեկը։ Իրանի պետական հեռուստատեսությունն է հրապարակել կադրեր։ Տեսանյութում երևում են այրված ավտոմեքենաներ, վնասված վառելիք տեղափոխող բեռնատարներ եւ ճանապարհներ, որոնք դարձել են անանցանելի։ Դրա հետևանքով բազմաթիվ մեքենաներ ստիպված են երթևեկել հողային շրջանցիկ ճանապարհներով։ Իրանական աղբյուրների փոխանցմամբ հարվածների թիրախ են դարձել երկրի հարավային հատվածի մի քանի կամուրջներ, ինչպես նաեւ Իրանշահր քաղաքի օդանավակայանը։ Իրանի իշխանությունների տվյալներով Բանդար Քամիրում զոհվել է առնվազն 7 մարդ։ ԱՄՆ-ի ռազմական գործողությունները նոր փուլ են մտել։ Եթե նախկինում հիմնականում թիրախավորվում էին ռազմական օբյեկտները, ապա այժմ ավելի հաճախ հարվածներ են հասցվում նաև ենթակառուցվածքներին։ Նոր ավիահարվածները սկսել են այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ ձախողվել էր Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հրադադարի պահպանման փորձը։ Այդ ժամանակից ի վեր երկու կողմերն էլ վերադարձել են ռազմական գործողություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ հնարավոր են Իրանի ենթակառուցվածքների դեմ նոր հարվածներ եւ չի բացառել ռազմական այլ գործողություններ։ Իրանն իր հերթին խստորեն դատապարտել է հարձակումները, մեղադրելով ԱՄՆ-ին քաղաքացիական նշանակության կարևոր ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորելու մեջ եւ խոստանալով պատասխան գործողություններ։ Այս կիրակի ավարտվում է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը, սակայն եզրափակիչից առաջ ուշադրության կենտրոնում է ոչ միայն խաղը, այլև Նյու Յորքի տարածաշրջանը պատած անտառային հրդեհների ծուխը։ Կանխատեսվում է, որ Նյու Ջերսիի MetLife մարզադաշտում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը կհետևի ավելի քան 80,000 երկրպագու։ Չնայած ստեղծված իրավիճակին, առայժմ աշխարհի առաջնության կազմակերպիչները չեն հայտարարել խաղի հետաձգման կամ փոփոխությունների մասին, քանի որ հանդիպումը կանցկացվի բաց մարզադաշտում, թե ֆուտբոլիստները, թե երկրպագուները ամբողջ ընթացքում գտնվելու են բաց երկնքի տակ։ Սպիտակ տան աշխարհի առաջնության աշխատանքային խմբի գործադիր տնօրեն Էնդրյու Ջուլիանին նշել է, որ իրավիճակը մշտապես վերահսկվում է։ Նրա խոսքով FIFA-ի կենտրոնակայանում աշխատում է նաև ազգային օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչը, որը հետևում է եղանակային պայմաններին։ Օդերևութաբանների կանխատեսմամբ շաբաթ օրը տարածաշրջանով անցնող անձրևային համակարգը կարող է զգալիորեն մաքրել օդը, իսկ կիրակի եզրափակիչի օրը օդի որակը բարելավված կլինի, թեև երկնքում դեռ հնարավոր է պահպանվի թեթև մշուշ։ Մասնագետները խորհուրդ են տալիս մարզադաշտ այցելողներին հետևել օդի որակի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններին, պահպանել բավարար ջրային հավասարակշռություն եւ մինչեւ խաղի մեկնարկը խուսափել ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Բժիշկների գնահատմամբ նույնիսկ բարձր պատրաստվածություն ունեցող մարզիկները պաշտպանված չեն ծխի ազդեցությունից։ Ինտենսիվ մարզական ծանրաբեռնվածության ժամանակ շնչառությունն արագանում է, ինչի հետևանքով օրգանիզմում ներթափանցում է ավելի մեծ քանակությամբ վնասակար մասնիկներ, որոնք կարող են նվազեցնել թոքերի աշխատանքը եւ բացասաբար անդրադառնալ խաղացողների արդյունավետության վրա։ Եվ եթե խոսք գնաց ֆուտբոլից, թողարկումն ավարտենք եզրափակիչի գլխավոր ինտրիգով։ Բոլորը շրջանառում են մի հայտնի լուսանկար, որն արվել է 2007 թվականի ամռանը։ Նկարում Լիոնել Մեսին բարեգործական միջոցառման ժամանակ գրկել էր ընդամենը 6 ամսական Լամին Յամալին։
Այդ լուսանկարը տարիներ շարունակ պարզապես գեղեցիկ հիշողություն էր թվում, սակայն գրեթե 2 տասնամյակ անց այն ստացել է բոլորովին նոր իմաստ։ Այսօր այդ փոքրիկը դարձել է աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը եւ պատրաստվում է մրցել հենց այն մարդու դեմ, որը ժամանակին գրկել էր իրեն։ Արգենտինան ընդդեմ Իսպանիայի, Լիոնել Մեսին ընդդեմ Լամին Յամալի։ Երկուսի ճանապարհն էլ սկսվել է Բարսելոնայից, երկուսն էլ ձախլիկ են, երկուսն էլ ստեղծագործ ֆուտբոլիստ։ Մեսին մեծ գնահատական է տվել երիտասարդ իսպանացուն։ Նոր սերնդից հենց Լամին Յամալն է ամենից շատ հիշեցնում ինձ իմ երիտասարդ տարիներին։ Նա այս սերնդի լավագույն խաղացողն է, թե արդեն արածի, թե այն ապագայի շնորհիվ, որն իրեն սպասվում է, ասել է Մեսին։ Յամալն իր հերթին պատասխանել է մեծ հարգանքով։ Մեսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է, ամեն խաղում նա դա ապացուցում է։ Ես չեմ ցանկանում համեմատվել նրա հետ, ուզում եմ պարզապես լինել ինքս։ Այս հանդիպումը խորհրդանշում է երկու դարաշրջանների հանդիպումը։ Մի կողմում 39-ամյա Լիոնել Մեսին է, ութակի ոսկեգնդակի դափնեկիրը, աշխարհի չեմպիոնը եւ կենդանի լեգենդը, որի անունն արդեն հավերժ գրված է ֆուտբոլի պատմության մեջ։ Մյուս կողմում դեռ պատանի Լամին Յամալն է, որն արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն եւ համարվում է համաշխարհային ֆուտբոլի ապագայի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Անկախ նրանից, թե ով կհաղթի, այս դիմակայությունն արդեն պատմություն է։ Դե ինչ այսօրվա համար այսքանն ենք նախատեսել։ Ես Էմմա Շաբոյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ Կհանդիպենք։